Խփեց Էդգար Մալաքյանը արդեն 3-րդ րոպեին, տեսեք, Մալաքյանը ինքը սկսեց այս գրոհը, փոխանցեց աջ եզր, այնտեղ Կամո Հովհաննիսյանը հասավ գնդակին, շատ երկարատև ստացվեց մեր թիմի գրոհը։ Հովհաննես Համբարձումյանի, ներեցեք, Արտակ Գեդիգայանի այս փոխանցումից հետո անդրադարձ եղավ Գևորգ Բադալյանը, ապա կողմնորոշեց մրցակցի դարպասապային եւ Մալաքյանը արդեն գլխի արվածով գնդակը մխրճեց դարպասի մոտակա անկյունը։ Այս գոլից հետո ամեն ինչ շատ լավ էր ընթանում, Էդգար Մալաքյանը ստանում է գնդակը, թողնում է Հովհաննես Համբարձումյանին, նորից Մալաքյան շատ լավ խաղաց Համբարձումյանը, Մալաքյան շարժվում է կենտրոն, հարված, գոլ! Երազանց գոլի հեղինակ է դառնում Էդգար Մալաքյանը եւ կրկնապատկում է Հայաստանի հավաքականի առավելությունը, այս արդեն իսկական վարպետություն էր, սա արդեն երազանց անցում, սա արդեն Էդգար Մալաքյանն է այնպիսին, ինչպիսին մենք գիտենք եւ մենք սպասում էինք վաղուց, որ նա իր այս մարզավիճակը կվերականգնի։ Չէր կարող իհարկե երկար մնալ այդ վիճակում Մալաքյանը եւ խնդրեմ ինչ է նա անում եւ սկսվեց ամեն ինչ Հովհաննես Համբարձումյանի այս երկրագետ փոխանցումից ես կասեի, այս պատասխան փոխանցումը մրցակցի 3 ֆուտբոլիստների կտրեց եւ Մալաքյանը հաճույքով օգտվեց այս Այո, նորից հարվածում է եւ դարպասաձողն է փրկում Չեռնոգորիա անջում են 11 մետրանոց, բայց մինչեւ այդ արդեն մրցավարը դրոշակը բարձրացրել էր, խնդրեմ կրկնապատկերը ուղիղ կենտրոն Վալտեր Պողոսյան, մոմ է գնդակը Համբարձումյան, շատ լավ է խաղում Հովհաննես Համբարձումյանը եւ հասցրեց գնդակը փոխանցել, տեսեք ինչպես են զգում միմյանց մեր տղաները Մասիս Ոսկանյան Հովհաննես Հովհաննիսյան, նորից Ոսկանյան, խաղից դուրս չկա հարված Այն խաղին, որը ստիպում էր հիանալ հանրապետական եկած ֆուտբոլասերներին նորից հակագրոհ, նորից շարժվում է առաջ Էդգար Մալաքյանը հետրիկի հետևից հարված, ոչ դարպասապի հարված, գոլ! Հաղթանակ է եւ Ռաֆայել Նազարյանը, խնդրեմ, այսպես ծանր հոգոցով, կարծես քարը ընկավ ուսերից, հասկանում է, որ նա էլ հասկանում է, որ սա արդեն հաղթանակ է։ Չի կարելի չհիանալ իհարկե այս ամենով։ Տեսեք, Կամո Հովհաննիսյանը ինչ է անում։ Ձախ եզրային պաշտպանի դիրքում խաղալով, շարժվում է առաջ, այստեղ գցեցին մեր ֆուտբոլիստին, փոխանցումը Հովհաննես Հովհաննիսյանին եւ նա ընդունելով գնդակը, շրջանցում էլ, որը մենք ունենք շատ լավ Պողոսյանը, կենտրոն է շարժվում արված գոլ! 4-1 խնդրեմ ինչ է անում Պողոսյանը, թվաց թե ավելորդ դադար է պահում, բայց նա քաշեց գնդակը դեպի ձախ, դեպի կենտրոն եւ երիտասարդական հավաքականի կողմից 4-1 հաշվով Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ 2 անգամ Էդգար Մալաքյանը Պողոսյանը գոլ խփի Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակում է, նույնքան ունեն Չեռնոգորիան եւ Ուելսը